Կասեք ինչ գործողություններ է իրականացում, կարծես թե քննիչներ եւ ոստիկանության ներկայացուցիչներ են ինչ գործողություններ են իրականացում, ինչ են փնտրում։ Քննչական գործողություններ է իրականացում, ինչքան որ տեղյակ եմ, ես էլ եմ նոր հասել, սպորտային լուրջ միջոցառում կար Ծաղկաձորում Դեվիսի մրցաշարի բացումներ, անակնկալի եկա, որտեղ Ծաղկաձորում նստած էի, ասեցին քննչական գործողությունների համար եկել են, ցանկանում են ամբողջ տարածքը պլոմբել, ինչ որ գործի շրջանակներում դեռևս տեղեկություն չունեմ։ Նոր եկել հասել եմ ձեզնից երևի 1-2 րոպե առաջ։ Իսկ չեն պարզաբանում, թե ինչ գործի շրջանակներում, ինչ են փնտրում, խուզարկություն է այստեղ։ Վարձակալացող, այդ վարձակալած հողի շրջանակներում ինչ որ գործի այդ բանի մեր վարձակալած հողի հետ կապված չեմ մոնում։ Տեսեք, դեռ 1 տարի առաջ կարծես թե քաղաքապետարանի օրակարգում կար թենիսի կորտերը այսպես փակելու, հետագայում ինչ-որ սրճարաններ կառուցելու վերաբերյալ հնարավոր համարում եք, որ սա այդ համատեքստում է փորձ է արվում խլել թենիսի կորտերը։ Չեմ բացառում, գիտեք, 1 տարի չի, 24 թվականի հունվարից այդ բոթը եղավ, 24 թվականի հունվարից, այսպես ասած, խրամատավորված սպասում ենք, փորձելով պաշտպանել մեր իրավունքները։ Վերջը մենք ուզում ենք հասկանանք այգու մեջ ինչն է, որ չի տեղավոր, այգու կոնցեպտի մեջ ինչով է, որ թենիսը չի տեղավորվում, էլի։ Այդ խնդիրը նամանավանդ վերջի 1-1.5 տարվա ընթացքում 10-ից ավելի միջազգային մրցաշարեր ենք անցկացրել, այսինքն միջազգային մրցաշարեր չի կարելի անցկացնել, 50-ից ավելի մասնակիցներ արտասահմանից ամեն մրցաշարին չի կարելի ունենալ Երևանում, ինչ որ անհասկանալի այգին պետք է վերադարձվի հասարակությանը անուն դրվի, այսինքն եթե 50-ից ավելի երկրի ներկայացուցիչ գալիս է մասնակցում է միջոցառմանը, Հայաստանի պատիվն է բարձր պահում, 3 օր առաջ ենք հերթական միջազգային մրցաշարը ավարտել ստեղ, ITF մինչև 18 տարեկանների մրցաշար էր, էլի 50-ից ավելի մասնակից, բավականին ընդգրկուն 10-15-ից ավելի երկրների ներկայացուցիչներ։ Հիմա մենք մեր այս վերջի 1-1.5 տարին մենք մեր բուն աշխատանքը թողել ենք, ընկածենք ինչ որ անհասկանալի բաներով ենք զբաղվում։ Կներեք, մի քիչ կարող է արդեն էմոցիոնալ է հնչում ասածներս, բայց ընդհանրապես արձանագրվում է փաստը։ Վերջը մենք բերել ենք, հասել ենք նրան, որ այգու այս հատվածը, որը ի սկզբանե պետքա հիշվեր շախմատի տնով ու թենիսի կորտերով, բերել ենք, հասել ենք նրան, այո, որ սկսել են հիշել նաև թենիսի կորտերը։ Այս այգու այս հատվածում այո կա թենիսի կորտեր։ Վատը որ լուսավորություն ենք ապահովում, գիշերը ժամը 11-ն է, 12-ն է, տարածքը տիրություն ենք անում, պահում ենք։ Բան չեմ կարող ասեմ։ Ազնվությամբ էլ լեզուս էլ չի պատտվում ինչ որ բան ավելացնեմ կամ չավելացնեմ։ Հիմա էլ եկել են պլոմբում են Հեսա կգնանք, չգիտեմ, ինչ որ քննչական գործողությունները շարունակվելու է, հավանաբար այնտեղ գուցե կարողանանք ինչ-որ բաների հարցերի պատասխաններ ստանանք։ Տեսեք, երեխեք են գալիս են մարզումներ կա, մեր մարզումները խաթարվեց։ Հիմա այդ երեխեն վերևը պետք է մարզում աներ, ռակետք են գնդակը վերցրել, չէ՞ այգու մեջ ինչ-որ բան անում, փորձում է պարապել։ Տեսեք, իսկ ո՞րն է նպատակը, թեև պատճառաբանվում է որպես հանրային գերակաշահ ճանաչելու գործընթացով, բայց դուք այդտեղ ինչ-որ քողարկված այլ նպատակներ տեսնում եք։ Գիտեք, հանրային գերակաշահը մի քիչ սուբյեկտիվ կհնչա, բայց իմ համար համենայն դեպս համոզիչ չեղավ։ Սկզբում հասարակությանը ներկայացվեց նախագիծ, որտեղ թենիսի կորտեր չկային։ Հետո մենք հասարակությունը կարծիք հայտնեցին, որ չի կարելի այդպես քայլեր անել, թենիսի կորտը պետք է ամեն դեպքում իր տեղն ունենա։ Հետո վերջում մի հատ ընդհանրապես կրավորական արտահայտություն ավելացեց, դե լավ թենիսի կորտեր կլինի։ Բայց որևէ ծրագիր չփոփոխվեց, բան չարվեց։ Անցած տարի եւս շարունակել են այդ գործընթացը, գիտեմ, փորձել են գերակա հանրային շահ ճանաչել, ինչ-ինչ հանգամանքների պատճառով էլի իմիջիայլոց կախված մեր տնտեսության հետ գործողություններ էր իրականացվում, այդ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքով կալանք կա սահմանված մեր գույքի մասով, գերակա հանրային շահը իմ տեղեկություններով չկարողացան առաջ տանել հենց այդ պատճառով, որովհետև այս գույքի վրա կալանք կար, միջև է դրված։ Հիմա կալանքի տակ գտնվող գույքը մի հատ եկել են պլոմբում են։ Իմ տեղեկությունները այս պայդրությամբ պետք անեն։ Իսկ նախաքննության փուլում գտնվող գործով ձեզ երբևէ հրավիրել են հարցաքննության, դուք տեղեկացված եղել եք այդ գործի մասին։ Ոչ, բացարձակապես սա առաջին օրն է, որ ես իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ առնչվում եմ ու այդ եղել է 5 րոպե առաջ, մոտեցա ներկայացա, որ ակումբի տնօրենն եմ, այդքան բան։
Իսկ չասացին երբ է գործը հարուցվել, ինչ որ որևէ այլ տեղեկություն չփոխանցեցին։ Ոչ տեղեկություններ չունեմ, անկեղծ չկա։ Իսկ քննչական գործողություններից միայն պլոմբում են այս պայն այլ գործել։ Ակումբը թե ճիշտն ասած ինչ գործընթացով է իրականում տեղեկություններ չունեմ, մասնագիտորեն չեմ տիրապետում այդ տեղեկատվությանը։ Ամեն դեպքում արձանագրենք մի բան, հա, այս պահին եթե պլոմբեցին, ակումբը իր բնականon աշխատանքը, ակումբը որպես տենիսի ակումբ դադարելու է գործել, մինչև հասկանանք, տեսնենք ինչ է լինում։